Ամենաթանկ ծաղիկներն են աշխարհում ջուլիետի վարդը, սև խոլորձը, կինաբալուի ոսկին և շենջեն նոնգխիս խոլորձները։ Բոլոր այս ծաղիկները առանձնանում են իրենց եզակիությամբ և էներգիայով։ Ջուլիետի վարդերն իրենց անվանումը ստացել են Վիլյամ Շեքսպիրի գլխավոր հերոսուհու Ջուլիետի պատվին։ Շատ պոետներ են այս վարդի հիշատակմամբ գովերգել սիրելիին իրենց ստեղծագործություններում։ Նրբագեղ, միևնույն ժամանակ շքեղ դեղձագույն ծաղկի այս տեսակը ստանալու համար ծաղկաբույծ Դեյվիդ Օսթինը ծախսել է $16 միլիոն և 15 տարի։ Բույսը ցրտադիմացկուն է, կարող է գոյատևել անգամ -23 աստիճան սեռնամանիքի պայմաններում։ Իսկ հիմա սկսվում է խոլորձների կամ ինչպես շատերս ենք ասում, օրխիդեաների շքահանդեսը։ Սև խոլորձը ստեղծել է ամերիկացի սելեկցիոներ Ֆրեդ Կլարկը 3 խոլորձների խաչասերումից։ Այս խոլորձը ունի քաղցր կծու հոտ։ Ասում են, հենց այս ծաղիկն է ոգեշնչել Թոմ Ֆորդին ստեղծելու Black Orchid բույրը։ Դժվար է գտնել սև խոլորձ իր մաքուր տեսքով։ Բնությունը փորձում է ծաղկաթերթիկների մուգ տոնին ավելացնել նկատելի սպիտակ բծեր կամ վարդագույն սպիտակ շերտեր միջատներին գրավելու համար։ Մեկ խոլորձի արժեքը կազմում է $100-ից $300։ Երկրորդ տեղում կինաբալուի ոսկի խոլորձն է։ Այս խոլորձն այնքան հազվադեպ է հանդիպում, որ հաճախ անվանում են բնության գանձ։ Այն աճում է միայն Մալազիայի Կինաբալու լեռան վրա և ծաղկում է տարին մեկ անգամ՝ գարնանը։ Նոր ծաղիկների բացվելու համար տարիներ են պահանջվում, ինչն ավելի է բարձրացնում նրա արժեքը։ Մեկ ծաղկի գինը $40-ից $70,000 է։ Ցավոք, այս խոլորձի քանակը տարեցտարի նվազում է։ Ընտրանին եզրափակում է ամենաբացառիկ և թանկարժեք Շենջեն նոնգխի խոլորձը։ Այն արհեստականորեն մշակվել է Չինաստանում և դրա աճեցումը տևել է 8 տարի։ Խոլորձը ծաղկելու համար պահանջվում է 4-ից 5 տարի, իսկ հոտն այնքան նուրբ է, որ համարվում է ծաղկի հիմնական արժանիքներից մեկը։ 2005 թվականին եզակի այս խոլորձը վաճառվել է $202,000, այսպիսով դառնալով մոլորակի ամենաթանկ ծաղիկը։ Իսկ դուք որ ծաղիկները կառանձնացնեիք, գրեք մեկնաբանություններում, իսկ մենք կհանդիպենք։